ոչ մի ասենք թե ստորագրած, երաշխավորած թուղթ չկա։ Այսինքն Ալիևը պետք է պահանջի, այս պետք է տակ, քարքին պետք է տակ, ասենք 300,000 պետք է ադրբեջանցի, արդեն դրել է, երեք խոսել է, որ անպայման, որ ընտրությունից հետո սահմանադրություն փոխվի եւ 300,000 ադրբեջանցի, մեր Արցախի ժողովուրդ եկել են, ստե մնալու տեղ չկա, մերանք դռները փակել են, ունեցվածքը մեջը թողած, ընդ գնալու մասին խոսք չկա, այսինքն սա ինչ է նշանակում, ոնց կարելի է դրա համար առաջնայինը պետք է երաշխավորած խաղաղություն, երաշխավորած խաղաղություն դա նշանակում է, որ մենք Ալիևի հետ երաշխավորած հզոր պետությունների հետ դա կլինի Չինաստանը, Հնդկաստանը, կլինի Ռուսաստանը, որ լիարժեք այդ երաշխավորության թղթի տակ ստորագրում, որ երկու պետությունները իրար հետ ոչ մի կռիվ չունեն, այս սահմանները շեշտված է, իրար հետ բարեկեցի։ Իսկ ով խախտեց, ինքը պատժվելու է, ինքը տուգանվելու է։ Այդ ժամանակ մենք պատերազմի դռները փակում ենք ամուր, վերջացա մենք զբաղվում ենք բարեկեցությամբ, զարգացման բարեկեցությամբ։ Թող հիմա որ այդ մեր ասենք թե ես որից եմ եկել, այդ ասեմ թե վիրավորական չեմ խոսել, իմ հզորությունը կշիռը թույլ չի տալիս։ Դա հզոր մարդիկ են հարգալի։ Թող ցույց տան այդ փաստաթուղթը, որ խաղաղություն են բերել, որ վերջադրված պատերազմին սահմանները որոշած է եւ ով որ խախտեց պատժվելու է։ Թող մի հատ թուղթ ցույց տան։ Այսօր պահանջատիրական, այսօր առավոտը հելնի։ Ես եմ ուզում ամեն անգամ Ալիևի խոսալուց, ես գիշերները չեմ քնում, որ նա իրան այդքան ոնց ասեմ։ Նա վստահացում։ Ինձ էվիա պահ, որ մենք ոնց որ գոյություն չունենք ձեր սաբտանը։ Պարզ ասած մեկը թողապատուցի տես չի, ասեմ քուճակատը պատժեմ, տես չի։ Գոնե նա մի անգամ թողացի ժողովուրդ, ինչ եղել է ձեզ թուրի մատուցյանը մենք հարևան պետություններ ենք, ավարտված ամեն։ Սրանից հետո պետք է նորմալ հանգիստ։ Թող մի բառ ասի, ասեմ խաղաղություն կա։ Խաղաղություն չկա, խաղաղությունը պետք է լինի երաշխավորած։ Ինչ? Ինչի ենք մենակ մենք զիջում։ Միշտ թույլն է զիջում։ Դրա համար միայն ասելով մենք խաղաղություն ենք բերել։ Այսօր բոլորն էլ ուզում են խաղաղություն, հանգիստ ապրեն, իսկ դրա համար պետք է լինի երաշխավորած խաղաղություն։